Տիրոջանը փառավորի քրոջան եղբայրներ ջան։ Ասված բոլորիս օրհնի, օգնական լինի, որ միջև վերջիրոք հավատարիմ մնանք։ Եղբայրները խոսեցին ներման մասին, խոսեցին, որ ամեն մեկ անձնարություն ունենա կենսապանական կապ ամենակալ Տիրոջ հետ։ Կուզեմ այս երկու միտքը ամփոփել եւ կուզեի որպեսզի այսօր լուրջ ուշադրություն դարձնենք մենք մեզ ամեն մեկիս։ Առաջինը ներման համար պետք է որ ունենաս կենսապանական կապ ամենակալ Տիրոջը։ Եթե չունես այդ կապը, դու երբեք չես ների։ Երբ որ կարդում ենք Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 2-րդ համարի մեջ, հետաքրքիր է, Պողոս առաքյալը հետևյալն էր ասում. Ձեր մեջ չեմ ուզում տեսնել մեկ ուրիշ բան, միայն Քրիստոսը եւ այն էլ խաչված են։ Եղբայրներ քույրեր, մի հատ հարց եմ ուզում տալ։ Անձնավորությունը կարող է սիրել իրեն թշնամուն։ Մենք շատ անգամ խոսքով ասում ենք, սիրում ենք, ինքդ քեզ հաշտը, ոչ թե թշնամուն, այլ եղբորդ, քրոջդ կամ ընտանիքի անդամիդ, որը խնդիրը ստեղծել ժամանակի ընթացքում կամ պրոբլեմ ես ունեցել, դա նույնը կրկնի, հարց եմ տալիս, կհիշես թե չէ։ Իհարկե կհիշես, որն է պատճառը։ Եվ այստեղ ամենակալ Աստծո նպատակը հետևյալն է, որ ես եւ դու հասկանանք սա։ Եթե մեր մեջ այդ կյանքը չի ձևակերպել, մենք երբեք չենք կարող հասնել հաղթության։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը չի ասում, ես ձեր մեջ ուզում եմ տեսնել հարույցյալ Քրիստոս, հաղթանակած Քրիստոսին։ Ինչ համար խաչալ Քրիստոս, ամենամեծ ներող վիճակը խաչի վրա, որ քեզ խաչում են, դու կարողանում ես ներել։ Իսկ սա մարդկայնորեն անհնարին է։ Սա, եթե այդ կապը չեղավ, կյանքը չեղավ քո մեջ, երբեք դու չես ունենա հաղթություն։ Սուրբ գրքի մեջ է, որ մենք կարդում ենք երկու դրվագ է գրված հենց այդ վիճակի վրայով։ Առաջին է, որ մենք կարդում ենք, հիշում եք Ստեփանոսին, երբ որ քարկոծում էին, ինքը ինչ արեց, ծունկ էր ծրև, աղոթում էր այնպես, ինչպես որ ինքը Տեր Հիսուս Քրիստոս էր աղոթել։ Հայր ների անկիտությամբ կենամ։ Եվ երկրորդ համարը, որ ուզում եմ հիշեցնել, երկրորդ Տիմոթեոս 4 գլխի մեջ գրված հետևյալ տողերն է, 16-րդ համարից նայեք Պողոս առաքյալն ինչ ասում։ Այցանում առաջ անգամ պատասխանելիս ոչ ոք չկակնեց իմ կողմը, այլ ամեկը թողեցին ինձ։ Թող չհամարվի նրանց։ Կարծես թե լիաթոք չի ասում ներիր։ Քուրոջ ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որ այսօր ես եւ դու կարողանանք հասկանալ Աստծո ամբողջ ծրագիրը ծննդոց առաջի գլխից մինչև հայտնության վերջ մեկ նպատակ ունի, որ ես եւ դու նմանվենք իրեն, մեկանանք իրեն։ Ամբողջ ծրագիրը սա է։ Եթե այսօր ես մեկացել եմ, անպայման այդ կյանքը կապրեմ։ Ուշադրություն դարձեք, եղբայրները խոսեցին, երբ որ մենք նայում ենք Լուկաս ավետարան 15-րդ գլուխ, երկու եղբոր մասին է խոսքը։ Մեկը հոր ունեցվածքը վատները, մյուսը հոր տնից երբեք դուրս չելը։ Հոր պատվիրանքը երբեք զան չի արա։ Եթե կարդաք Լուկաս ավետարան 15-րդ գլուխ, այստեղ նայեք մեծ որդու խոսքերը ինչպիսին է եւ ինչ է ասում ինք իրեն հորը։ Նայեք գրվածը։ Ահա այս կանտարի, որ ես քեզ ծառայում եմ, քո պատվերից երբեք դուրս չեն եկել։ Քո պատվերից երբեք դուրս չեն եկել։ Այսինքն այս անձնարությունը երբեք հոր խոսքը զան չի արել, բայց հարցը հետևյալն է. ինքը հոր հետ կապ ունեցել է թե չէ։ Այսօր կարող ես գալի եկեղեցի, այդ կանտարիներ ծառայես, հոր խոսքից երբեք դուրս չգաս, բայց անմիջական կապ չունենաս։ Այսօր մարդիկ ախորը մտածում են, թե գլխի մեջ է երկու բառ լսվել է կամ երկու բան գիտե, ինքը կապ ունի Աստծո հետ։ Այսպես չէ։ Աստծո ամբողջ ծրագրի հիմքում ընկած է մեկ բան՝ Քրիստոս կյանք։ Չկա քո մեջ Քրիստոս կյանքը, դու երկինք չես ժառանգելու։ Ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Կուզեի, որպեսզի մենք տեսնենք, ուշադրություն դարձեք հին ուխտից պիտի բերեմ օրինակներ, որ մենք շատ անգամ ասում ենք հին ուխտ, նոր ուխտ։ Քուրոջ ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք կարդում ենք բազում անգամ այս աղջկա մասին խոսվել է, 4-րդ թագավորաց գրքի մեջ գրված հետևյալ տողերը։ Ամենակալ Աստված մեզ ուզում է բերել հենց այս վիճակին։ Նայեք ինչ ասում ամենակալ Աստված։
4-րդ թագավորաց 5-րդ գլխի մեջ գրված է, որ ասորները թագավորը զորակալուխներ նեմանը մեծ հարկված անձնավորություն էր։ Եվ Աստված իր միջոցով շատ գործեր էր կատարել, գրված է, որ ասորները մեկ անգամ գունտերով եկել են Իսրայել երկրից, մեկ փոքրիկ աղջիկ գերի տարել։ Ոչ թե հատուկ այդ մեկ աղջիկը համար էին եկել, որ տանեն Նեմանի կնոջ առաջին ծառայություն աներ, այլ էին պատերազմելու։ Այս աղջիկան տարել էին գերի։ Ուշադրություն դարձեք, աղջիկը ծառայություն է անում։ Ես չգիտեմ, իր հորն են սպանել, հորեղբորն են սպանել, եղբորն են սպանել, գերի հենց այնպես չեն բերում։ Բայց կարդում եմ այս աղջիկա միջի կյանքի մասին։ Սա փաստում հետևյալ, որ այս աղջիկը կապված էր հոր հետ։ Գրված է 3-րդ համարից եմ կարդում, 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ 3-րդ համար։ Եվ սա ասաց իր տիկնոջը. Երանի թե իմ տերը Սամարիայում եղող մարգարեի առաջինն էր, այն ժամանակ նրան կբժշկեր իր բորոտությունից։ Ուշադրություն դարձեք, ինչ է ասում աղջիկը Երանի։ Երբ է մարդը Երանի տալիս։ Երբ որ սրտանց ուզում է։ Աղջիկան գերի են բերել։ Այնտեղ շատերին սպանել են, բայց այս աղջիկը Նեմանի բորոտությունը տեսնելով չի նայում, որ ինք իրեն թշնամին է, ցույց է տալիս բժշկության տեղը։ Սա որտեղից է։ Առաջինը իրեն մեջ այդ կապը կար կենսաբանական, ինքը նման էր հորը, իրեն մեջ հոր կյանքն էր։ Եթե իմ եւ քո մեջ այդ կյանքը չլինի, մենք երբեք չենք կարող ներել։ Ինչքան անգամ ենք մենք իրար ներել։ Քան անգամ ենք ասել կներենք, մենք չենք հիշում, բայց որը ժամանակ հատված հետո եղբայրը որ ասեց, հանկարծ նորից նույն մեղքը կատարես կամ մեկ ուրիշը, մենք հիշում ենք իրեն կատարած հանցանքը։ Սրա համար քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակալ Աստծո աղոթքի հիմքը եղել է սա, որ մենք հոր մեջ լինենք այդ աստվածային կյանքով։ Եթե ոչ, որից է մեկ անձնարություն երբեք չի կարող Աստծո պատվիրանը խոսքը կամ այդ կյանքը ունենալ։ Եվ հիշեք հետևյալը, երկինք մտնելու համար ընդամենը մեկ կյանք է պետք։ Քրիստոս կյանք։ Չունես այդ կյանքը, երկինքը քեզ համար փակ է։ Լինում է պարակայ, որ խոսում է Քրիստոս կյանքի մասին, մարդիկ ասում են դժվար է, ոչ սիրելիս, դժվար չէ։ Ինքը ամենակալ Աստված մատնացույց անում երեխային, որ երեխային հասանել է այդ կյանքը ապրել, առավել ինձ եւ քեզ։ Սրա համար ինքը ամենակալ Աստված ուզում է, որպեսզի մենք այդ կյանքով ապրենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուղղակի ուզում եմ այդ խոսքը հասնենք ավարտին, որ այսօր գնալով մենք կարողանանք տեսնել, որ եթե մեր մեջ այդ կյանքը չի ձևակերպել, մենք Քրիստոսի հետ կապ չենք ունենա, չենք կարող ներել, չենք կարող սիրել, չենք կարող թողել։ Ուշադրություն դարձեք, երբ որ կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Աստված խոսում է Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ, այստեղ լեռան քարոզն է, որտեղ որ երանելիների շարքն է։ Այսօր անձնավորություն կա, ընդամենը մեկ երանելի ունենալով ինքը բավարարում է, ոչ, եթե սա ամբողջը քո մեջ չկան, դու Քրիստոսի հետ կապ չունես։ Եթե անձնավորությունը հոգով աղքատ չէ, Քրիստոսի հետ կապ չունի։ Եթե սկավոր չէ, կապ չունի։ Եթե հես չէ, կապ չունի։ Եթե սոված ծարավ չէ, արտարությանը կապ չունի։ Եթե ինքը ողորմած չէ, ինքը կապ չունի ամենակալ Տիրոջ հետ, կամ եթե ինքը սրտով մաքուր չէ։ Այս ամենը ունենալու համար ընդամենը մեկ բան է պետք՝ պատվաստվել Քրիստոս բնի վրա։ Երբ որ դու պատվաստում ես Քրիստոս բնի վրա, քո սնուցումը Քրիստոս բնից է։ Եթե այսօր դու Աստծո խոսքի հետ կապ չունես, որտեղից պիտի լինի քո սնուցումը։ Ինչով ես սնվում դու։ Այսօր չկա մեկ անձնություն, որը չսնվի։ Երբ որ մենք ասում ենք հոգևորապես, այսօր մարդը կարող է Աստծո խոսքով չսնվի, բայց հոգևորապես սնվի աշխարհային կյանքով։ Տիրոջ մոտ խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու կարողանանք այսօր մեկանալ Քրիստոսի հետ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, հնարավոր է ապրել սուրբ կյանք, Աստծո խոսքը փաստում է, այո եւ ամեն։ Բայց ինչու՞ համար չենք ապրում։ Որն է պատճառը։ Որտեղ երբ որ մենք նայում ենք, մենք կտրված չենք այս աշխարհից։
թող Տեր օգնական լինի, բայց մեկ խոսք էլ ուզում եմ ասել ներման մասին, եղբայրս քույրս կա մեկ բանացև, ամենակալ ասված ինձ եւ քեզ սա ուզում է հասցնել, ինչ էլ ուզում ես արես, բանացև ես ունենք երբեք չի խախտվի, երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 14 եւ 15 համարները, նայեք ինչ ասում հայրը ինձ եւ քեզ, ամենակալ Տեր Հիսուս Քրիստոսը, որովհետեւ եթե դուք մարդկանց իրենց ցանցանքները թողեք, ձեր երկնավոր հայրը ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չեք թողնում նրանց ցանցանքները, ձեր հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները։ Հիմի հարցը հետեւյալն է. ինչի համար պիտի թողես, որն է պատճառը։ Քո փրկության, քո թողության համար։ Տարիներ առաջ ուղղակի խոսքը մի քանի անգամ ասել եմ, մեր քուրերից մեկը իրեն տղային ինչ էր սովորեցել։ Ասում է հետևյալը, բալես, կարիքավորներին, խեղճերին օգնիր, որ Աստված քո ունեցվածքը կրկնապատկի։ Հավես, երեխան ամեն անգամ տանում էր մարդկանց օգնում էր իրեն չափով, չգիտեմ, չեմ ուզում ուրիշ բան ասել, բայց վերջնակետում եկավ հասավ մեկ բա, որ ինքը սննգացավ։ Հարց, լավ, այս մարդը օգնում էր, ինչի ես վիճակին կանգնավ։ Իրեն նպատակը աստվածային կյանք ապրելը չէր։ Ինքը այդ բարությունը չէր անում, ինչպես որ Աստված էր պատվիրում։ Իրեն նպատակ հետևյալն էր, տալիս էր, որ Աստված իրեն ավելին տար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մարդը ամեն բան կարող է անել, բայց հարց հետևյալն է, այդ կյանքը իրեն մեջ կա թե չկա։ Ինչ կյանքից է մղված։ Դու անում ես, որպեսզի Աստված փառավորվի, անում ես, որ քո ունեցվածքը ավելանա։ Խնդրանքս հետևյալն է, Տիրոջմով աշխատեք ապրել Աստծո հետ։ Այսօր ամենահեշտ կյանքը, ամենալավագույն կյանքը երկրի վրա Աստծո հետ ապրելն է։ Դժվարություններ ամեն մեկի կյանքում կա, ուղղակի կուզեմ համեմատությունը նայեք, ինչքան այսօր մարդը աղբանոցից հաց է հավաքում։ Երբևիցե մեկ անգամ մտածել ես, որ դու չէիր կարող այդ անել։ Դու այդ մարդուց լավը չես, բայց Աստված քեզ ողորմություն է արել։ Տիրոջմով խնդրանքս է, այսօր ժամանակահատվածն է, որ եկեղեցին իրոք ապրի այդ կյանքը։ Եղբայրը որ ասեց, այդ մեկությունը, Քրիստոսի ամբողջ աղոթքի հիմքը սա էր, որ եկեղեցին Քրիստոսի հետ կապ ունենա։ Եթե դու կապ ունես աշխարհի հետ, որից է մեկտեղ ինչ որ լարով կապված ես, դու երբեք Քրիստոսի հետ չես կարող ունենալ։ Գյուղի քույրերը, եղբայրները կամ ովքեր որ ծառայet գործ են ունեցել, շատ լավ կհասկանան։ Պատվաստման համար, երբ որ ուզում են ճյուղը պատվաստել, ամբողջովին կտրում են։ Եթե որից է մեկ արմատ ինքը հին ծառից ունեցավ, երբեք չի բռնի, երբեք չի պատվաստվի։ Եվ այսօր ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու պատվաստվենք։ Կարող է կտրել ես, պատվաստվել ես, չի բռնում, որն է պատճառը։ Հիշում եք Հովանու ավետարան 15-րդ գլխի առաջ համարից, երբ որ մենք կարդում ենք, Տեր Հիսուս Քրիստոսը ինչ էր ասում։ Ես եմ ճշմարիտ որդը, եւ իմ հայրը մշակը։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, նա կտրում է նրան, եւ ամեն պտուղ, որ մաքրում է, ավելի պտուղ է բերում։ Հիմի հարցը հետեւյալն է. ինչի համար դու չես պատվաստվել։ Ինչի պտուղ չես բերում, որն է պատճառը։ Այսօր նայում ես, քույրը, եղբայրը 30-40 տարի եկեղեցու մեջ է, բայց անպտուղ է։ Եղբայրներ քույրեր, այսօր ժամանակահատվածն է, որ մենք ապրենք այդ կյանքը։ Ես չեմ հավատում հետևյալին, եթե մարդը պատվաստված է Քրիստոս բնի վրա, ինքը մնա անպտուղ։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Այսօր բոլորը իրոք չարան։ Նորից եմ խնդրում ինձ եւ քեզ։ Հիշեք այս խոսքը, որ գրված է Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 14 համար, որովհետև եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր հայրը ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չեք թողնի նրանց հանցանքները, ձեր հայրը չի թողնի ձեր հանցանքները։ Կթողես, բարի, չես թողել, վնասը դու ես կրել։ Թող Տիրոջ անունը փառվի, բայց ամենակալ Աստված
ինչպես եղբայրը ասեց, որևիցե մեկին չի ստիպում, բայց ճանապարհները հարթում, միջոցները ձեռնարկում, որ մարդը դարձի գա եւ հաստատվի Քրիստոս բնի վրա։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, հիշում եք, բազում անգամ այս մասին խոսվել է, բազում անգամ այս մասին եղբայրները քարոզել են, ուզում եմ հետեւյալ վիճակը ցույց տալ Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք մարգարության մեջ, ամենակալ ասված ինձ եւ քեզ ինչ է սովորեցնում։ Եղբայրներ քույրեր, սա ասո է բացարձակ մեծ սերն ու ողորմությունը։ Ովսե մարգարության 5-րդ գլուխ 15 համարի վերջնամասում գրված է. Երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Հիմա հարցը ինչի համար է նեղությունը քո կյանքի մեջ։ Երբ որ քո եւ Աստծո կապը խզված է, ամենակալ ասված այդ նեղությունը բերում է, որպեսզի դու Տիրոջ երեսը փնտրես։ Եթե ոչ քույրս, եղբայրս, երբեք դու չես դառնա Տիրոջը։ Աստված այնքան ողորմած է, որ ինքը այդ միջոցները ձեռնարկում է։ Ձեռնարկում է, որ որևէ մեկը մոլորված չմնա, որ որևէ մեկը չկորսվի։ Բայց դու ինչ ես տեսնում այդ դժվարության, նեղության մեջ։ Արդյոք ընկալում ես, որ Աստված քեզ սիրում է, եւ այդ ամենը իրեն սիրո արտահայտությունն է։ Թող Աստված օգնական լինի։ Ես մի տեղում էի անձնավորություն կար, որ խնդիր ուներ։ Եվ իրեն կռիվը հետևյալն է, ինչի համար Աստված իրեն թողել այդ վիճակի մեջ։ Ինչի համար Աստված իրեն աղոթներին պատասխանը չի տալիս։ Օրինակ բերեցի մեր ծերանոցի Ադրինե քույրիկին։ Շատերը շատ լավ գիտեք, ես վկայություն եմ տվել, երբ որ Միացյալ Նահանգներից հյուրեր եկել են, տարած ծերանոց, որպեսզի մեր քույրերին տեսնեն, մի հատ Ամերիկայից այդ քույրերից մեկը, որը ավետարանական եկեղեցուց էր, լրիվ արտաքին աշխարհային, ինչևից է, տարիքով մեզ 70 անց քույրիկ էր, երբ որ տեսավ նայեց Ադրինեին, Շողիկին, այնտեղ Անժելային, Ռուզանին, ասեց ինչ մեղք են։ Ադրինեն ասեց մեղքը դու ես, որ Աստված չունես։ Ասի Ադրինեն մի քիչ կոպիտ էր։ Ինչ ասեց Ադրինեն։ Ես ձերքեր, ոտքեր այստեղ չունեմ, բայց երկնքում ունեմ։ Բայց Աստված ինձ ինչի ձերք ոտ չի տվել։ Ասում է, եթե տար միգուցե իրեն չճանաչեի։ Եղբայրս, քույրս, հեշտ է գիտեք, Ադրինեին խրատել, Ադրինեի կողքին նստել, աղոթել, կամ ինչ-որ բան ասել։ Մի հատ հարց եմ տալիս։ Ձերքերը, ոտքերը չի աշխատում, իծն է, միշտ կանված եղե, այդ ձև նստում է անկողնու վրա։ Հեշտ է։ Հիմի հարց եմ տալիս, ու այդ ապրած կյանքի մեջ ինքը ասում փառք է տալիս, որն է պատճառը։ Ինքը պատվասվել է Քրիստոս բնի վրա, հասկացել է, որ իրական կյանքը այստեղ չէ, երկնքում է, եւ իրեն կռիվը երկինքը ժառանգելն է։ Բայց այսօր փառք Աստծո, ձեռել ունենք, ոտքեր ունենք, բայց այսօր չենք մտածում։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Խնդրանքս հետևյալն է, որ այսօր կարողանանք ճիշտ նայել։ Ես մեկ բան եմ հասկացել։ Մարդը կարող է ապրել Քրիստոս կյանք։ Ընդամենը իրեն կողմը ցանկանալն է։ Ցանկացան, ինչպես եղբայրը ասաց, Աստված քեզ կորցնի։ Ես կհիշեմ տարիներ առաջ եղբայրները կհիշեն Աֆրիկայում, որ հավատքի համար մի հատ ընտանիքի այրեցին։ Ամուսնուն, կնոջը եւ աղջիկան։ Ուղղակի զարմանում եմ այդ անձնավորության վրա։ Մարմինը այրվում է, բայց ինքը լուր աղոթք էր անում։ Մտածում ես, լավ, հնարավոր է, Քրիստոսի մոտ ամեն բան հնարավոր է։ Խնդրանքս է, այսօր մեզ պետք է լուրջ մտածել այս մասին։ Եվ երբ որ մենք նայում ենք եղբայրը, որ ասեց, եթե ես եւ դու այդ կապով կապված ենք, Քրիստոս կապով, մենք իրար կօգնենք, իրար ձեռքը բարձրացնենք, խնդիր չենք ստեղծի։ Բայց եթե ես եւ դու կապված չենք, մենք իրար խնդիր կստեղծենք։ Ես չեմ հավատում, որ մարմինը եթե ցավա, ոտքը ցավա, գլուխը անտարբեր լինի կամ ձեռքը անտարբեր լինի,
Քրիստոս մարմնի անդամն ես։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Այսօր այս ցավը պիտի ունենա։ Իսկ երբ որ նայում ես անձնավորությունը քրոջ կամ եղբոր ցավով ուրախանում ենք, կենսական կապ չունի։ Կապ չունի։ Կարող է գալ, գնալ մեծ որդին, երբ որ եղբայրը եկավ, չուրախացավ։ Ինքը չուրախացավ, որ իրեն եղբայրը կորած էր, գտնվեցավ, մեռած էր, հարություն արա։ Այսա շատ անձնավորություն են մեկը մեկի պրոբլեմով ուրախանում են։ Ինչի համար, որտեղ մեկ չեն Քրիստոսի մեջ։ Թող Տեր օգնական լինի, Աստված մեզ